Տղաս 2.5 տարեկան էր եւ մենք ինքնաթիռով մեկնում էինք հանգստի։ Նա շատ անհանգիստ էր եւ ուզում էր ինքնաթիռում միջանցքի երկանքով մեկ քայլել, վազել եւ հանկարծ տարեց ուղևորներից մեկը ազգությամբ երևի թե գերմանացի, բավականին այսպես նամրոտ դեմքով հակազդեց։ Էս ինչ անդաստիրակ երեխա է, խելոք չի սթրվում տեղը։ Կինս հոգոցանը ժպտալով ու նայեց դեմքիս։ Նմանատիպ դեպքերը փաստում են եւս մեկ անգամ այն տխրահարճակ իրողությունը, թե որքան անհամարժեք է ընկալվում այն, ինչ շատերը դաստիարակություն են անվանում։ Այսօր խոսենք հենց սրա մասին։ Պետք է երեխան խելոք լինի, մատը բերանը տանելիս չկծելու աստիճան, որպեսզի համարվի դաստիարակված, ինչ տեղի կունենա, եթե երեխայի ինքնաբուխ բնական, երբեմն նույնիսկ վայրի դրսևորումները ճնշվեն, դաստիարակչական նկատառումներից ելնելով, եւ ինչպիսին կլիներ այս հարցի հետ կապված ծնողի կողմից հոգեբանամանկավարժորեն առողջ համարժեք կեցվածքը։ Տեսնենք նախ եւ առաջ թե որտեղից են գալիս խնդրի արմատները։ Դեռևս տասնամյակներ առաջ Էրիխ Ֆրոմը ասել է, որ մեծահասակների կողմից երեխայի մոտ ինքնաբուխ դրսևորումները ցանկացած գնով ճնշելը կոպիտ սխալ է եւ բացասաբար է անդրադառնում երեխայի անձի հետագա զարգացման վրա։ Ցավոք, շեշտը երբեմն դրվում է վարվելակերպի կանոնների յուրացման վրա։ Հել, նստի, մերսի ասա, կեր, շնչի, մարսի, արտաշնչի, խելոք մնա, հանգիստ վերընկի տեղդ եւ այլն։ Եվ հենց այս պահին սկսվում է երեխայի ինքնոտարացումը։ Երեխան այլևս չի ապրում իր զգացմունքների ներդաշնակ, այլ ըստ ուրիշների սպասելիքների, թե ինչն է համարվում սոցիալապես խրախուսելի, դրվատանքի արժանի կամ պատշաճ։ Ֆրոմը դա անվանում է ինքնաբուխության կորստի սկիզբ։ Երեխան սկսում է ժպտալ եւ չի ուզում ժպտալ կամ շնորհակալ լինել առանց երախտագիտության զգացման։ Այսինքն նա սովորում է, որ սոցիալական ծամածռություններն ավելի կարևոր են, քան իրերի նկատմամբ իր ներքին ճշմարտությունից բխող վերաբերմունքը։ Իսկ ահա հոգեբանորեն առողջ մոտեցման դեպքում պատկերը բոլորովին այլ է։ Ծնողները ջանում են իրենց երեխաներին առաջնորդել, ուղեկցել, երեխային տարածք ապահովել իր հույզերն արտահայտելու։ Նա իրավունք ունի բարկանալ, ընդվզել եւ իհարկե նաեւ ոչ ասել։ Միևնույն ժամանակ նա ուղղորդվում է, սովորում է հաշվի նստել սահմանների հետ, իհարկե եթե այդ սահմանները իմաստալից են եւ իր զարգացման խնդրականներից են բխում։ Հոգեբանական առողջությունն այստեղ առաջնային է իր նշանակությամբ։ Իսկ լինել հոգեբանորեն առողջ տվյալ դեպքում նշանակում է գիտակցել սեփական ապրումները եւ արտահայտել դրանք ճնշելու փոխարեն։ Այլ խոսքով սոցիալականացումը չբազմեցնել երեխայի բանականության փլատակների վրա հաստատված գահին, քանզի այն հասարակությունը, ուր խելոք երեխաներ են բազմացնում, որոնք լռակյաց, գլուխները կախ, հեղինակության են հետևում, վաղ թե ուշ ենթարկվում են հոգեբանական աղմկոտ ախտանշանների ազդեցությանը։ Եկեք հիմա միասին դիտարկենք տարբեր տարիքային շրջափուլերում խելոք եւ աշխույժ երեխաների կողմից դրսևորվող վարքի առանձնահատկությունները կոնկրետ իրավիճակներում եւ տեսնենք, թե ինչ է իրականում տեղի ունենում։ Եվ այսպես, երեխա A. հնազանդ, պարկեշտ, քաղաքավարի, իրավիճակին առայրևույթ հարմարված։ Երեխա B. իրավունք ունի բնական կերպով ինքնահարտահայտվելու, երբեմն վայրի, երբեմն անհարմար, երբեմն դժվար կառավարելի, բայց անկեղծ։ 7 տարեկանում տեսնենք, թե ինչ է տեղի ունենում։ Երեխա A. շնորհակալություն է հայտնում, ժպտում, դրական տպավորություն թողնում, մեծահասակները գովում են լավ դաստիարակվածության համար, չնայած որ երեխան շատ բան կուլ է տալիս, երբ հարցը վերաբերում է իր իրական հույզերին, ցանկություններին, ինքնաբուխ դրսևորումներին։ Այսինքն թվացial ներդաշնակության քողի տակ հաճախ թաքնված է ճնշված բարկություն, չարտահայտված ցանկություններ կամ ուրիշներին հիասթափեցնելու երկյուղ։ Իսկ հիմա տեսնենք, թե ինչ է տեղի ունենում երեխա B-ի հետ։ Նա միշտ չէ, որ շնորհակալություն է հայտնում, երբեմն ընդվզում է կամ բարկություն արտահայտում, ընկալումը բազմաթիվ մեծահասակների կողմից «Էս ինչ կապրիզնի անհանգիստ, անդաստիրակ լակոտ է, էս ծնող չունի»։ Այս երեխայի հույզերը, ինչպես տեսնում ենք, հստակ տեսանելի են։ Նա ապրում է դրանք անվախորեն, անկաշկանդ, առանց արտամղելու։ 14 տարեկանում երեխա A. հրաշալի գիտի, թե ինչպես խմբում իրեն պահի։ Նա հարմարվում է, խուսափում կոնֆլիկտներից կամ առճակատումներից կամ պարզապես շրջացում դրանք։ Իսկ եթե բարկանում է, ապա լռում է եւ հետ քաշվում։
Հիմա տեսնենք երեխա B-ին դեռասության շրջանում։ Երբեմն անսանձ, դժվար, բայց կա հույզերի հստակ խոսքայնացում։ Իմ վրա այսինչ կամ ինչ բան ազդում է, որովհետև եւ նա սկսում է թվարկել։ 20 տարեկանում երեխա A սոցիալական միջավայրին գրեթե կատարելապես հարմարված, քաղաքավարի, աշխատանքում կամ ուսման մեջ, բայց ներքնապես դատարկ, ինքնոտարացված եւ անվստահ։ Նա դժվարանում է հասկանալ այն, թե ինչ է ուզում եւ արդյոք այն, ինչ որ ինքը ուզում էր, դա ուզում է ինքը, թե ուզվծվում է, այսինքն դա ճիշտ է ուզել։ Հարաբերություններում գերիշխում է այնպիսի հարմարվողականությունը, որում անտեսվում են իր պահանջմունքները։ Այսինքն կոնֆլիկտներից ամեն գնով խուսափելու վարքի ռազմավարությունները կենտրոնական են։ Հիմա տեսնենք երեխա B-ին այդ տարիքում։ Բավականին խարիզմատիկ են, ժամանակ առ ժամանակ դիտվում են բևեռային հույզեր, տատանումներ, բայց աստիճանաբար սովորում է նա դրանք սոցիալապես ավելի հասուն կերպով արտահայտել։ Նա կարող է սահմաններ դնել, վեճեր եւ տարաձայնություններ լուծել, իր շահերը պաշտպանել անհրաժեշտության դեպքում եւ իհարկե նաեւ երախտագիտության զգացում հայտնել։ Հուզանկանորեն նրանք ավելի կայուն են եւ վարքում անկաշկանդ։ Օր-օրի նրանք զարգացնում են իրենց սոցիալական մտածության մակարդակը եւ ավելի արդյունավետ շփվում։ Ինչպես տեսնում ենք, խելոքությունը կամ անվերապահ ենթարկվողությունը կարճաժամկետ հեռանկարում ուղղակի փայլում են, սակայն հետո ցույց են տալիս իրենց թվերոտ կողմերը։ Մինչդեռ բնականությունը սկզբնապես գուցե մեծահասակներին ճոճի է տալիս, մարտահրավեր հանդիսանում, սակայն երկարաժամկետ հեռանկարում ապացուցում է իր կայունությունը, երբ հարցը վերաբերում է հոգեկան առողջությանը։ Այստեղից էլ հետևություն։ Դաստիարակության խնդիրը երեխայի ինքնաբուխ դրսևորումները ամեն գնով ճնշելը չէ, որպեսզի վերջինիս վարքը առավելագույնս համապատասխանեցվի ինքն իր շքից վախեցած, տարաբնույթ կարծրատիպերով կաղապարված ինչ-որ խավարամիտ զանգվածի սպասելիքներին եւ պատկերացումներին, այլ երեխային նրա անձի զարգացման, նրա կայացման ճանապարհին առաջնորդելը եւ իհարկե միաժամանակ հստակ սահմաններ դնելը, որոնք իհարկե բխում են նրա անվտանգությունից եւ բարօրությունից։ Այսինքն երեխային սովորացնել իր հույզերը ճանաչել եւ արտահայտել, ինչպես նաեւ իհարկե այլոց հետ սոցիալապես առողջ հաղորդակցվելու հմտություններ զարգացնել։ Դե հարգելի հայրենակիցներ, շնորհակալություն եմ հայտնում տեսանյութը դիտելու համար, եթե այն ձեզ դուր եկավ, ապա անչափ շնորհակալ կլինեմ, եթե սեղմեք հավանել կոճակը, բաժանորդագրվեք իմ ալիքին, տարածեք տեսանյութերը եւ ակտիվ լինել մեկնաբանությունների հատվածում։ Դրանով իսկ մեծապես աջակցած կլինեք ինձ, քանի որ այս տեսանյութերը ստեղծվում են նաեւ ձեր ակտիվ ջանքերի շնորհիվ։ Դե եղեք առողջ, առայժմ